Բարձր ծափահարենք Հիսուսին, ընկերներ, մենք հիմա այստեղ ենք սրտի մեծ ուրախությամբ, քիչ առաջ դուք տեսաք այս մարդու վկայությունը, Աստծուց մեծ սպասելիքներ ունեցեք, Աստված այցելեց ու բժշկեց այս կնոջը, որն ազատագրվելուց հետո սկսեց վազել, նույն հրաշքն այսօր ձեր կյանքում կարող է լինել, գուցե դուք հիմա ինքնասպանության մտքեր ունեք, բայց Հիսուսը երբ այցելի ձեզ, դուք կազատագրվեք և ուրախությամբ կգոչեք, ես պետք է ապրեմ, ես պետք է հաղթահարեմ այս դժվարությունը, քանի որ նա կուղարկի զորությունը Հիսուսի անունով, բայց պետք է զգուշությամբ պահեք այն, ինչ Տերը տվել է ձեզ Հիսուս Նազովրեցու անունով։ Հիմա եկեք կարդանք Հռոմեացիս 3:21-ը։ Բայց հիմա առանց օրենքի Աստծո արդարությունը հայտնված է օրենքից և մարգարեներից վկայված լինելով։ Հիմա մի փոքր բացատրեմ։ Պողոս առաքյալը այստեղ շոշափում է կրոնափոխության թեման։ Բարեկամներս, կրոնավորությունը օգուտ չունի, մարդը փրկվում է հավատով։ Օրինակ, հուդայիզմը կառուցված է հրաշքների հիման վրա։ Իսրայելի ժողովրդի Եգիպտոսի 400-ամյա գերությունից ազատվելը ամբողջովին հրաշքներով էր։ Աբրահամի պատմությունը Եգիպտոսի գերությունից 430 տարի առաջ նույնպես հրաշքներով լի էր։ Անգամ երբ Աբիմելիքը Աբրահամի կնոջը վերցրեց, որ պատրաստի նրան դառնալու իր կինը, Աստված հայտնվեց նրան երազում և ասաց. ահա դու պիտի մեռնես այս կնոջ պատճառով, որ դու առիր, Ծննդոց 23, և Աբիմելիքն ասաց Աբրահամին. ինչ տեսար, որ այս բանը արիր, և Աբրահամն ասեց. ես ասացի, թե իրավ այստեղ Աստծո վախը չկա, և ինձ կսպանեն կնոջ պատճառով, և իրավ էլ իմ քույրն է, հորս աղջիկն է, բայց ոչ թե մորս աղջիկը, և ինձ կին եղավ, Ծննդոց 20:11-12, և Աբիմելիքն այնքան վախեցավ, որ Աբրահամին մեծամեծ նվերներ տվեց, երբ Աբրահամը Եգիպտոս մտավ, նա հարուստ էր, բայց մի քանի օրվա ընթացքում շատ ավելի մեծ հարստությունով այդտեղից դուրս եկավ, ահա այսպես է Աստված գործում, և նա նույն օրհնությունով կարող է օրհնել նաև ձեզ, բայց այս պատմությունն իհարկե մեծ փորձություն էր, և հույս ունեմ ոչ ոք այլևս ստիպված չի լինի այդ ճանապարհով անցնել։ Երեկ այստեղ մի կին վկայում էր, որ ժամանակին սաստիկ աղքատության մեջ էր, երբ ապաշխարեց, նա ամսական վաստակում էր $216, երբ սկսեց նվիրվել Աստծուն, նա արդեն դարձավ հովանավոր, և Տերը նրան շարունակեց օրհնել։ Հռոմեացիս 3:21 Բայց հիմա առանց օրենքի Աստծո արդարությունը հայտնված է օրենքից և մարգարեներից վկայված լինելով։ Ո՞րն է Աստծո արդարությունը։ Աստծո արդարությունը որոշվեց, երբ նա ուղարկեց Հիսուսին, որ վճարի մեր փրկության գինը, յուրաքանչյուր ոք, անկախ իր մեղավորության աստիճանից կարող է փրկվել և զորություն ստանալ որպես Աստծո զավակ։ Մենք քարոզիչներս, երբ քարոզում ենք, հենց այս իրավունքով ենք արդարությունը գործում։ Երբ Աստծուց ներում ենք խնդրում, նա ներում է և փոխում մարդկանց կյանքերը, քանի որ Հիսուսն արդեն վճարել է մեր մեղքերի, հիվանդությունների գինը։ Նա իջավ դժոխք, մերկացրեց սատանային և զրկեց նրան մեզ վրա հիվանդություններ բերելու իշխանությունից։ Եվ այսօր ես և դուք կարող ենք Հիսուսի անունով մերժել նրա գործերը մեր կյանքում, բայց շատ մարդիկ չգիտեն իրենց իշխանության մասին։ Սատանան շատերին է խաբել ասելով, որ անպիտան են, բայց այսօր ժամանակն է իմանալ, թե Աստված ինչ է ասում։ Դուք ով եք։ Նա ասում է, որ Հիսուսի արյունով մարդը բժշկված է։ Երբ ձեզ վրա գալիս է հիվանդություն, դուք Հիսուսի անունով հեռացրեք այն ձեր մարմնից, բայց որոշ մարդիկ ուղղակի սկսում են վախենալ իրենց հիվանդություններից, իսկ Տերն ասում է. քո օրերի թիվը պիտի լցնեմ, Ելից 23:26, երբեք չպետք է հավատաք վախեցնող մտքերին, այլապես նրանց իշխանություն կտաք ձեր կյանքում իրականություն դառնալու։ Հռոմեացիս 3:21 Բայց հիմա առանց օրենքի Աստծո արդարությունը հայտնված է, այսօր ամեն բան ձեր ձեռքում է, բարեկամներս,
Երբ աղոթում եք, հավատացեք, որ կստանաք, քանի որ Աստվածաշնչի բոլոր խոստումները մեզ համար են տրված, բայց պետք է հավատքով սատանային քշեք ձեր կյանքից եւ Հիսուսի վերքերով բժշկություն հռչակեք։ Երեք այստեղ մի հրաշալի բան տեղի ունեցավ։ Մի կին, որ ձախ կողմում էր կանգնած, աղոթքից հետո լաց էր լինում, քանի որ 3 տարի չէր կարողանում շարժել իր ծունկը։ Աղոթքից հետո Տերը բժշկել էր նրան։ Այսօր էլ նա ուզում է հանդիպել ձեզ, որովհետև Տերը հոգ է տանում մեր համար։ Հռոմեացիս 3:21։ Նա ասում է, որ իր արդարությունը հայտնված է, եւ նա սպասում է, որ իր զավակները գան, օգտվեն դրանից, փոխեն իրենց կյանքը ու նորովի իմաստավորեն իրենց գոյությունը։ Եթե մեկն ապրում է աղքատության կամ մեղքի մեջ, նա կարող է վերափոխել իր կյանքը ու սկսել նոր էջից, քանի որ Տերն ասում է 3:21, բայց հիմա առանց օրենքի Աստծո արդարությունը հայտնված է, օրենքից եւ մարգարեներից վկայված լինելով։ Օրենքը վկայում էր, մարգարեն մարգարեանում, բայց Հիսուսը եկավ ու ասեց. կատարված է։ Խաչի վրա ամեն բան նրա վրա ընկավ, երբ նա տեսավ, որ այլևս ոչինչ չի մնացել, բացականչեց. կատարված է։ Հովհաննես 19:30։ Նա խոնարհեցրեց իր գլուխը եւ մահացավ։ Կարծես շտապում էր հասնել դժոխք եւ սատանային զրկել իշխանությունից։ Հիսուսը լավ գիտեր իր գործը եւ Հայրը թույլ էր տվել, որ նա դա միայնակ կատարի։ Դեռ խաչի վրա Հիսուսն իրեն միայնակ զգաց։ Հայրը թողել էր նրան, բայց ոչ թե կործանելու նպատակով, այլ խորհրդանշելու մեղավոր մարդու եւ Աստծո բաժանումը, բայց մահից հետո Սուրբ Հոգին եկավ ու Հիսուսին կյանք տվեց, ինչպես Եփեսացիս 2:5-ում գրված է. երբ որ մեռած էինք հանցանքներում, մեզ կենդանի արավ Քրիստոսի հետ։ Հռոմեացիս 3:22, այսինքն Աստծո արդարությունը, որ Հիսուս Քրիստոսի հավատքիցն է, այն ամենի համար եւ ամենի վրա, որ հավատում են, որովհետեւ խտրություն չկա, հարուստ թե աղքատ, հրյա թե հեթանոս, աֆրիկացի թե եվրոպացի, խտրություն չկա։ Աստված ստեղծել է մեզ բոլորիս, որպեսզի ժառանգենք իր օրհնությունները։ Կին թե տղամարդ, մեծ թե փոքր, բոլորովին նշանակություն չունի։ Տերն այս պահին ուզում է մի գործ սկսել եւ լուծել բոլոր դժվարին խնդիրները Հիսուսի անունով։ 3:23, որովհետեւ ամենքը մեղանչեցին եւ Աստծո փառքիցը պակասած են։ Բոլորը մեղանչեցին, թե հրեաները, թե հեթանոսները, թե կանայք, թե տղամարդիկ, բոլոր մարդիկ գործեցին մեղքեր եւ ընկան Աստծո փառքից, բայց Հիսուսին հանդիպելով նրանք բոլորը նորից կարող են բարձրանալ եւ վերականգնել իրենց դիրքը Աստծո առաջ։ 3:24 ձրի են արդարանում։ Խնդրեմ ուշադիր նայեք այս խոսքին։ Արդարանալ նշանակում է, որ թեև քեզ դատարանի առաջ են կանգնեցրել, միևնույնն է, դու անմեղ ես ճանաչվել, դու ոչ մի մեղք չունես։ 3:24 ձրի են արդարանում, նրա շնորհքովը, երբ մենք դեռ մեղավոր էինք, Աստված մեր հանդեպ իր քայլն արեց ու իր շնորհով մեզ ներում եւ ազատություն պարգևեց, թեև մենք արժանի չէինք եւ մեր ուժերով դա երբեք չէինք էլ կարողանա վաստակել։ 24 ձրի են արդարանում, նրա շնորհքովը, այն փրկության ձեռովը, որ Հիսուս Քրիստոսումն է։ Բարեկամներս, հիմա եկեք միասին կարդանք Եսայի 43:26 խոսքը։ Այստեղ մի հզոր պատգամ կա թե իմ, թե ձեր կյանքի համար։ Մի քանի օր առաջ ես նորից անդրադարձել էի այս թեմային, բայց այսօր մեկ այլ բան պետք է ասեմ։ Տեսեք, այստեղ Տերն անդրադառնում է դատարան հասած խնդրին լուծում տալու մասին։ Նախ դուք պետք է պատրաստված լինեք դատի համար, անգամ եթե իրականում մեղավոր չեք։ Դուք պետք է մինչև դատարան հասնելը կամ ձեզ արդարացնող բոլոր փաստերը հավաքեք, կամ ձեր խնդրին որևէ լուծում գտնեք։ Բայց լավ է, եթե դուք Աստծո հետ միասին մտնեք դատարան։
Ահա թե ինչ կասի ձեզ Աստված։ Եսայի 43:26 Հիշեցրու ինձ։ Աստված միշտ ուզում է, որ մարդիկ ուշադրություն դարձնեն իրենց ցանկությունների արմատներին։ Ինչու եք ուզում բժշկվել կամ օրհնվել։ Եթե ասեք, որ ուզում եք բժշկվել, որ այլևս հիվանդ չլինեք, դեռ բավական հիմք չէ, որ երկնային դատարանը քեզ բժշկության արժանացնի։ Ձեր իրական կարիքն է գիտակցել, որ Հիսուսը ձեր փրկիչն է, եւ նա արդեն խաչի վրա կրել է բոլոր հիվանդությունների ու ցավերի բեռը։ Երբ ճանաչեք ճշմարտությունը, կհասկանաք, որ սատանան իր ողջ ուժով կապել է ձեզ ձեր հիվանդությունների հետ, բայց Աստծո զորությամբ դուք կարող եք քանդել նրա բոլոր գործերը ձեր կյանքում։ Դրա համար պետք է հիշեցնեք Աստծուն ու եւս մեկ անգամ դավանեք, որ դուք նրան եք պատկանում եւ նրա խորհրդատվության կարիքն ունեք։ Հիսուսի հետ հարաբերության մեջ դուք կգիտակցեք ձեր որդիական իրավունքները եւ տեսնելով ձեր սխալները հնարավորություն կունենաք ապաշխարության միջոցով սրբվելու։ Երբ Տիրոջ առաջ խոստովանեք ձեր մեղքերը ու ներում խնդրեք, կվերագտնեք խաղաղությունը ու ձեր սրտում հավատը կավելանա ու դուք էլ կտեսնեք, թե հավատքը ինչ հարթության վրա է ձեզ դնում, բժշկության, բարգավաճման հարթության վրա։ Իսկ հիմա շարունակենք մեր սերտողությունը Եսայա մարգարեության 43:26 համարով։ Միասին դատվենք։ Աստված ուզում է ձեր իրավաբանը լինել։ Ձեզ պետք է իրավաբան, ով միշտ ձեր կողքին կլինի եւ կբարեխոսի։ Դուք չպետք է ժամանակ կորցնեք։ Մոտեցեք Հիսուսին եւ նրանից օգնություն խնդրեք։ Նա մոտենալով իր հորը դատավորին կսկսի բարեխոսել ձեզ համար ու ձեր շահերի համար։ Բայց նախ դուք պետք է համաձայնության գաք Հիսուսի հետ, որ կարողանաք միասին դատարան տանող ճանապարհն անցնել եւ ունենալ նրա ընկերակցությունն ու աջակցությունը։ Չէ՞ որ նա կանգնած է հոր աջ կողմում եւ նա բարեխոսն է, բարեխոս յուրաքանչյուրիս համար։ Եսայի 43:26 Դու պատմիր, դուք պետք է լավ իմանաք Աստվածաշունչը։ Սատանան կխաբի ձեզ, որ դուք լավը չեք, իսկ դուք կհավատաք նրան ու կամաչեք մոտենալ Աստծուն։ Բայց Տերը ձեզ կանչում է այնպես, ինչպես դուք կաք։ Մոտեցեք նրան եւ խոստովանեք, թե դուք ով եք եւ ինչ եք ուզում նրանից։ Աստված ամեն բան գիտի։ Եթե դուք անկեղծ սրտով մոտենաք նրան, ձեր առաջ օրհնության դռներ կբացվեն։ Աստված սիրում է ճշմարտությունը եւ նա հենց հանդիսանում է ճշմարտությունը։ Աստծո առաջ գալով դուք ավելի լավ կճանաչեք ինքներդ ձեզ եւ կտեսնեք, թե ինչն է ձեզ պակասում նրան նմանվելու համար։ Եվ մի օր դուք կտեսնեք, որ զզվում եք ձեր անցյալի մեղքերից եւ այլևս չեք ցանկանում կրկնել դրանք։ 43:26 Աստծո համար շատ կարևոր են ձեր միտումները։ Հիսուսն ասում է. Եթե իմ անունով մի բան խնդրեք, ես կանեմ։ Հովհաննես 14:14 Հիսուսն ամեն բան անում էր հոր փառքի համար։ Դուք նույնպես պետք է ձեր գործերի հետևում միշտ տեսնեք, թե հանուն ինչի եք դա անում։ 43:26 Որպիսի արդարանաս
Եթե դուք ճանաչում եք ճշմարտությունը եւ խոստովանում ձեր սխալները, ներում խնդրելով, հավատացած եղեք, որ արդեն նշանակություն չունի ձեր գործած մեղքերի չափը, քանակը, ծանրությունը, քանի որ Աստված արդեն կատարել է ձեր փրկagorցության ծրագիրը։ Աստծո հետ ունեցած հաղորդակցությունից ձեր մեջ կվերականգնվի խաղաղությունը եւ Աստված ճանաչողության ձգտումը։ Ահա թե ինչ է Աստված սպասում մարդուց։ Ամեն։ Մի փոքր ուշ մենք նորից կաղոթենք։ Իսկ հիմա դիտենք իրական կյանքի պատմությունը։ Հինգ տարի առաջ ինձ ախտորոշեցին հեպատիտ C հիվանդությունը, որը թերևս մեր օրերում հեշտորեն բուժվում է, բայց տվյալ ժամանակ դա փոքր ինչ ավելի բարդ էր։ Ես ու մայրս նրա համար շատ էինք աղոթում, այն ժամանակ նա հավատացյալ չէր ու Աստծո խոսքի հանդեպ հավատ չուներ։ Այս հիվանդությունը խթանեց, որ նա փնտրի Աստծուն։ Նա բժշկվեց իր հիվանդությունից, բայց միշտ վկայում էր, որ լիմոնադ ջուրն էր բուժել իրեն։ Աստված այդ ընթացքում շատ առիթներ տվեց նրան, որ ապաշխարի, բայց այնպես ստացվեց, որ նրա հիվանդությունը կրկնվեց, բայց այս անգամ ավելի ծանր տեսքով։ Մարիանի մոտ ախտորոշվեց լյարդի ցերոզ։ Այս անգամ նա դիմեց Ռումինիայի հավատի հանդես ծառայության օգնությանը ու կապվեց Հովիվ Հիլթոնին եւ խնդրեց աղոթել իր համար, եւ Աստծո օրհնությունը չուշացավ։ Վերջին ամսում բժիշկն ուզում էր ինձ տեղափոխել այլ հիվանդանոց, որպեսզի հաստատվեին ստուգումների արդյունքները։ Երբ ես գնացի արդյունքների հետևից, այնտեղ ինձ հարցրեցին. «Դուք ինչ սպորտով եք զբաղվում»։ Ես պատասխանեցի. «Ոչ, ես սպորտով չեմ զբաղվում»։ Ինձ պատասխանեցին. «Իրոք, այդ դեպքում ինչպես է, որ այսպիսի լավ արդյունքներ եք գրանցել»։ Ես անչափ զարմացա, քանի որ 3 ամիս առաջ ինձ ախտորոշել էին հեպատիտ C։ Իսկույն վերցրեցի թղթերս եւ ուղևորվեցի Վիկտոր Բեբիս հիվանդանոց, բժշկիս մոտ։ Բժիշկս ասաց. «Գիտեք, դուք առողջ եք։ Ես ինչ դեղեր էի ձեզ նշանակել»։ Պատասխանեցի. «Բժիշկ, դուք ինձ դեղեր դեռ չեք նշանակել, ես այսօր կրկնակի ստուգումներից հետո եկել եմ, որ դուք ինձ համար բուժում գրեք»։ Բժիշկս ասաց. «Դուք բուժման կարիք չունեք, դուք առողջ եք»։ Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչպես կարող էի 3 ամսում առանց բուժում ընդունելու առողջանալ։ Եվ այդ պահին հասկացա, որ Աստծո զորությունն է իմ կյանքում այս հրաշքը գործել։ Նա սկսեց եկեղեցի հաճախել եւ մենք հասկացանք, որ նա սկսել է մոտենալ Աստծուն։ Ես եւ մայրս եւ Հովիվ Հիլթոնը տեսանք մեր աղոթքի պատասխանը։ Նա լցվեց հավատով եւ արդյունքում ստացավ իր բժշկությունը։ Ես նորից կրկնեցի բոլոր հետազոտություններս։ Բուժքույրն ինձ ասաց, որ ակնհայտ փոփոխություն կա լյարդիս մեջ։ Նա անգամ կատակեց ասելով, որ կարծես մարդկոցն ամբողջովին լիցքավորված հեռախոս լինեմ։ Բժիշկն ինձ նշանակեց ուլտրաձայնային հետազոտություն, որ լիովին համոզի, թե ինչ վիճակում է իմ լյարդը։ Նա ինձ ախտորոշել էր լյարդի ցերոզ, բայց հետազոտություններից հետո նա ինձ տարօրինակ հայացքով էր նայում։ Նա նորից հարցրեց իմ տարիքը, քանի որ իմ լյարդը կարծես երիտասարդ օրգանի տեսք ուներ։ Այն վերականգնվել էր 60%-ով։ Բժիշկը զարմացած ինձ հարցրեց. «Ձեզ մոտ լյարդի ցերոզ էր ախտորոշված, բայց հիմա դուք առողջ եք, այդ ինչպես է»։ Եվ ես պատմեցի, որ ախտորոշումը ստանալուց հետո գնացի տուն եւ մտա աղոթքի մեջ։
քանի որ դրանից ավելին անել չէի կարող, բայց բժիշկս միևնույն է չհավատաց, որ բժշկությունս աղոթքի հետևանքով է տեղի ունեցել։ Հիմա առողջ եք, լյարդս վերականգնվել է, ծափարենք Հիսուսին։ Ահա եւ փաստաթղթերը, որ ապացուցում են իմ հիվանդությունը եւ դրա հերքումը։ Ես հիմա առողջ մարդ եմ։ Նա շատ ծանր բնավորություն ուներ, բայց փոխվեց։ Մայրս 2-3 շաբաթ շարունակ նրա կողքից չէր հեռանում, բայց հիմա նա անճանաչելիորեն փոխվել է, նրա հավատը աճել է։ Ես 40 տարի ծխել եմ, բայց հիմա հրաժարվել եմ դրանից։ Աստված ազատագրել է նրան, մեզ համար դա շոկային է։ Այժմ ազատ եմ ալկոհոլից ու ծխախոտից։ Ինձ համար շատ կարևոր է լինել Աստծո տան մեջ։ Մանավանդ, որ սկզբից եւ հետ այնտեղ եմ։ Ես կարծես նոր ծնված լինեմ, ապաշխարեցի, դարձա ճշմարիտ քրիստոնյա, փառք Աստծուն։ Հիմա ես ինձ շատ լավ եմ զգում։ Նա սկսեց ծառայել եկեղեցում։ Նա ամեն հարցում օգնում է։ Ուզում եմ ծառայել Աստծուն մինչև կյանքիս վերջ, այլ տարբերակ չկա ինձ համար։ Ես ընտրում եմ հավատալ եւ վերջ։ Բարեկամներ, եթե դուք հովանավոր եք, ապա փառք տվեք Աստծուն, քանի որ ձեր ցանած փոքրիկ սերմը Ռումինիայի եկեղեցում մեծ օրհնություն եղավ։ Մենք այնտեղ միսիոներ ուղարկեցինք։ Եկեղեցին այնքան լիքն է, որ արդեն նոր շենքի կարիք կա։ Աստված օրհնում է Ռումինիան։ Աստծո զորությունը գործում է այնտեղ եւ այն մյուս վայրերում եւս, որտեղ մենք ցանում ենք այս սերմերը։ Եթե ձեր սրտին դրվում է դառնալ հովանավոր, ապա հենց այսօր գրանցվեք, բայց եթե դուք այդ կոչը չեք զգում, ուրեմն իմ խոսքը ձեզ չի վերաբերվում։ Բայց եթե Աստված հիմա ձեր սրտի հետ աշխատանք է տանում, որ դուք դառնաք հովանավոր, հանուն ձեր ապագա բիզնեսի, կամ ձեր դստեր կամ որդու ամուսնության, կամ ձեր բարեկամի բժշկության, կամ մեկ այլ առիթով, ուրեմն ժամանակն է բացել ձեր սիրտը։ Քույրս երկար ժամանակ է հարձակումների մեջ է, նա դեպրեսիայի մեջ ընկավ ու այդ օրվանից ամեն բան գնալով խորացավ նրա կյանքում։ Առաջ խաղացում բացարձակ չկար ոչ մի հարցում։ Ես փորձում եմ ավելի խորացված ուսումնասիրել խոսքը, որ հասկանամ, թե ինչպես կարելի է վարվել նման իրավիճակում։ Ես օգնության կարիք ունեմ, չգիտեմ ինչ անել։ Դուք արդեն գիտեք լուծումը եւ արդեն սկսել եք ավելի խորն ուսումնասիրել Աստծո խոսքը։ Դուք ձեր աղոթքի մեջ փնտրեք Աստծո իմաստությունն ու գիտությունը, որ կարողանաք նրա խոսքը ճիշտ օգտագործել, որ օգնեք ձեր քրոջը, եւ ինչ որ խոսք ստանաք, աղոթքի ժամանակ փոխանցեք ձեր քրոջը, ու նաեւ աղոթքի մեջ խնդրեք, որ Աստված ձեր քրոջը նույնպես տա այն գիտությունն ու իմաստությունը, որը նրան կօգնի հաղթահարել իր խնդիրները։ Աստված ուզում է օգտագործել մեզ եւ սովորեցնել հավատով աղոթել։ Բայց նախքան աղոթելը ծառայողները ձեզ կմոտեցնեն հաց եւ ջուր։ Մենք այս անգամ ավելի խելացի ենք վարվել եւ հացով ու ջրով լի բաժակները տեղավորել ենք իրար վրա, որպեսզի մի ձեռքով կարողանանք բռնել երկուսն էլ։ Հայր, մենք եկել ենք քո առջև եւ խնդրում ենք քո օրհնությունը։ Ելից 23:25-ում դու ասել ես. Եվ ձեր Եհովա Աստծուն պաշտեք, եւ նա կօրհնի քո հացը եւ քո ջուրը։ Մենք այստեղ հավաքված գոհանում ենք քո այս խոստման համար եւ հավատքով ընդունում ենք այն մեր կյանքում։ Հիմա եկեք ուտենք այս հացը եւ խմենք այս ջուրը Հիսուսի անունով։ Աղոթենք, բարեկամներս։ Տերը հիմա գործ է կատարում այստեղ։ Ես եւ Հովիվ հայ մենք աղոթենք։ Հայր Հիսուսի անունով։
Հայր Հիսուսի անունով մենք հիմա կանգնած ենք քո առջև եւ քո օրհնությունն ենք խնդրում։ Այսօր Տեր դու 70 հոգու բժշկել ես այստեղ, որոնցից շատերը չէին կարողանում նորմալ քայլել, բայց հիմա ես քեզանից ավելին եմ խնդրում։ Ես ու հովիվ Հայմեն հիմա խնդրում ենք քեզ, որ այստեղ մարդկանց աչքերը տեսնեն, ականջները լսեն, տեսողությունը վերականգնվի, շնչառությունը բացվի, մյուս բոլոր հիվանդությունները եւս լքեն նրանց։ Հիսուս քո տված զորությամբ եւ իշխանությամբ մենք այստեղ Աստծո փառքն ենք հռչակում իր բժշկարար զորությամբ։ Եկեք միաբան աղոթենք հիմա բոլորս։ Հիսուսի անունով, Հիսուսի անունով, չար վռնդում ենք քեզ Հիսուսի անունով։ Մենք աղոթում ենք Հիսուս Քրիստոսի տված իշխանությամբ ու զորությամբ։ Դուք բոլորդ բարձրացրեք ձեր ձայնը եւ հռչակեք Աստծո զորությունը ձեր կյանքում։ Ժամանակն է դառնալ Աստծո փառավոր գործի մի մասը։ Տիրոջ հոգին հիմա այստեղ է եւ նա ուզում է գործել ձեր կյանքում։ Հիսուսն ասել է. «Եթե իմ անունով մի բան խնդրեք, ես կանեմ»։ Աստծո անվան եւ փառքի համար ես միանում եմ ձեր աղոթքին ու հրամայում չարի ազդեցությանը հեռանալ ու լքել այս մարդկանց։ Լինի դա տենդ, ալերգիաներ, բրոնխիտ, ասթմա, թոքաբոր։ Մենք աղոթում ենք տանը հիվանդ պառկած մարդկանց համար նույնպես։ Բոլոր հարբուխով հիվանդների համար ենք աղոթում հիմա։ Աղոթում ենք քաղցկեղով հիվանդների համար, որ հիմա անխաղաղության մեջ են, նաև նրանց համար, որ թթվածնային քաղց ունեն։ Ասում եմ դուրս արի, հենց հիմա, լինի դա իմունային հիվանդություն, ինչ էլ որ լինի, այն չի մնալու, լինի դա գենետիկ ժառանգություն, մենք պայքարում ենք այս հիվանդության դեմ, հիվանդություններ տեսողական և լսողական դաշտերում, սիրտանոթային համակարգում, մարսողական համակարգում, վերարտադրողական համակարգում, հիվանդություններ ավշային և հորմոնալ համակարգերում, մենք այն հեռացնում ենք Հիսուսի անունով և ուշադրություն բոլորին, ովքեր տառապում են դեպրեսիայից, ունեն խուճապ կամ վախի հարձակումներ, ասում եմ դուրս արի, լինի դա հոգևոր խնդիր, թե կախարդության, թե սև մոգության գործ, ես պահանջում եմ, մենք պահանջում ենք, հեռացիր, ծանրացած ոտքեր, ցավացող ոտքեր, արյան վատ շրջանառություն, արթրիտ, արթրոս, ջիլաբորբ, ինչ էլ որ լինի, ազդրի, ծնկերի, սրունքների, կոճի, գարշապարի մեջ, հեռացիր հենց հիմա, դուրս եկեք նաև ձեռքերի ցավ, ողնաշարի ցավ, ամեն մի հիվանդություն, հանգույց, ուռուցք, որտեղ էլ որ լինի, դուրս եկեք Հիսուսի անունով։